Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք երևի ամենահիմնավոր, այսպես կասեմ, գիտություններից մեկի կրող մարդկանց այդ մասնագիտությունը, թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Մեզ շրջապատող աշխարհում գրեթե ամեն ինչ անմիջական առնչություն ունի գիտության այս զարմանահրաշ ճյուղի հետ։ Բարդ, խորհրդավոր, հանելուկային, բայց անչափ հետաքրքիր գիտություն, որի ձեռքբերումները մարդկության բարօրության գրավականն են։ Կյանքն անհնար է պատկերացնել առանց քիմիայի։ Մարդկությունն օգտագործում է քիմիայի ձեռքբերումներն ամենատարբեր ոլորտներում։ Քիմիան բացում է իր գաղտնիքները քիմիկոսների առջև, տալով հնարավորություն թափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը։ Ամենատարբեր ուսումնասիրություններ, բացահայտումներ, որոնք դարեր շարունակ օգնել են մարդուն բնությունից ստանալու այն, ինչն անհրաժեշտ է նրա կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ եւ բարեկեցիկ ապրելու համար։ Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի, հատկությունների, նյութերի հետ կատարվող փոփոխությունների եւ դրանք կառավարելու մասին։ Քիմիայի իմացությունը եւ ճիշտ կիրառությունը նպաստում է մարդկության զարգացմանը։ Հետևաբար ոլորտում հիմնարար գիտելիքներով զինված եւ գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված բազմապրոֆիլ քիմիկոս մասնագետների կարիքն առավել քան մեծ է։ Եթե ունեք մեծ սեր ու հետաքրքրություն քիմիայի հանդեպ եւ արժևորում եք նրա անփոխարինելի դերն ու նշանակությունը, ապա քիմիկոսի մասնագիտությունը նախատեսված է հենց ձեզ համար։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու, քիմիա բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Լիաննա Գաբրելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Երևի եթե սկսենք զրույցը քիմիա եւ քիմիա մասնագիտությունից, քիմիան այն հետաքրքիր մասնագիտություններից մեկն է, վաղնջական, մասնագիտություն, որը միշտ գրավել է վաղնջական, բայց ժամանակ այդ բառը երևի չկար։ Մարդիկ ինքնաբերաբար էին քիմիայով զբաղվում, ասենք երևի սնունդ պատրաստելիս, այսպես հա երևի չհասկանալով որ իրանք քիմիական ինչ-որ ռեակցիա են իսկապես անում, ասեն սկսած մեր ուտելիքների պատրաստելիս վերջացրած բնական հանածոների արդեն օգտագործման, եթե ավելի ոչ իհարկե գիտական քիմիային անդրադառնանք ալքիմիայի սկիզբ եւ որ մարդկանց քիմիան այդպես զարգացավ ալքիմիկոսների շնորհիվ, որ մարդիկ այդ ուզում էին ոսկի ստանալ, չգիտեմ ինչ կերպ, այդ չէ, միացություններով, որովհետեւ միշտ նայում ես, որ այդ գիտությունը միշտ շատ է զարգացել այդ մարդկանց չգիտեմ, անկուշտ բառը ինչի, բայց ասենք հարստանալու մոլուցքով, նաև իշխանության, դե այդ երկուսը իրար հետ կապված են եւ այս ալքիմիան, որ նայում ես այն միջին դարերում եւ այլն, այնքան ծաղկում ապրեց ու ես կարծում եմ, որ այդ որ ցանկանում էին ոսկի ստանալ, այդքան չէր ստացվում, բայց ահագին նոր նյութեր հայտնագործվեցին։ Իրենք նպաստեցին հենց քիմիական գիտության զարգացմանը, շնորհիվ թեկուզ շահական ինչ-որ նկատառումներից ելնելով, իհարկե արդեն 16-րդ, 17-րդ դարերում քիմիան որպես այսպես առանձին ճյուղ սկսում է ճյուղավորվել, թեև դեռևս համակցում ենք, չգիտեմ, եւ ֆիզիկայի հետ, որտեղ առաջին փորձերը այսպես ֆիզիկայի, քիմիայի, թեկուզ կենսաբանության դրանք 3 բնական գիտությունների, այսպես ասած, մի փունջ են, որով հիմք են կազմում, եւ մարդու կյանքի առումով։ Եւ այսօր եթե ժամանակակից քիմիան նայենք, ապա քիմիան երևի մեզ շրջապատող ամբողջ աշխարհն է, որտեղ մենք ինչին անդրադառնանք դա քիմիա է։ Ստուդիայում ինչին էլ ձեռք տալիս, այո, այսպես ասած չկա ոչ մի իր, չգիտեմ, օդ եւ այլն առանց քիմիական մի նյութի, նյութի արկայության եւ պետք է աղակի հասկանալ, որ այդ քիմիայի արկայությունը մեր առօրյա կյանքում ինչքան կարեւոր է եւ իմանալ, հասկանալ, շոշափել, դա պատկերացնել, դա իր մեջ շատ մեծ գեղեցկություն է ներառում։ Հիմա ասենք Հայաստանում այդ խորհրդային ժամանակ այդ քիմիան շատ զարգացած էր այն առումով, որ նույնիսկ մարդիկ բողոքում էին, որ ասենք Հայաստանին բաժին է ընկել այդ քիմիական արդյունաբերություն, դե Նաիրիտը երբ աշխատում էր, դե այնտեղ շատ քիմիկոսներ էին աշխատում,
նաև կար, ասենք, չգիտեմ, ռետինիոտեխնիկական գործարան, տարբեր գործարաններ, որտեղ այդ քիմիական process-ները կան եւ քիմիկոսների պահանջ կար։ Բայց այս խորհրդային միության փլուզումից հետո, երբ այդ ձեռնարկությունները փակվեցին, այսպես խնդիր առաջացավ, ասենք, չգիտեմ, այդ շատ քիմիկոսներ կարծես անգործ մնացին, չէ, այսպես վերցնենք, ու եկավ մի պահ, ես հիշում եմ, ասենք, մի քանի տարի առաջ լուրջ խնդիր էր բնական գիտությունների տեղերը բարձրագույն հաստատություններում, նույնիսկ այդ տեղերը լրացնելու, նույնիսկ ասենք մասնագիտություններ կային, որ անվճար տեղերի խնդիրն էր կանգնած։ Ես գիտեմ, որ քիմիան էլ ուներ նման խնդիրներ։ Շատ ճիշտ եք, ժամանակին, Սովետ միության տարիներին քիմիան ու արդյունաբերության գիգանտ էր Հայաստանի, այսպես խորհրդային, Հայաստանը, եւ այդ փլուզումից հետո կարծես թե մարդիկ միշտ ասոցացնում են քիմիան արդյունաբերության հետ, բայց դա այդպես չէ։ Քիմիան այսօր նաև մենք ունենք փոքր ձեռնարկություններ, որտեղ քիմիկոսի պահանջարկ կա։ Եվ այդ մի ինչ որ ժամանակաշրջան անց նորից հասկացան, որ իսկապես քիմիկոսի պահանջարկը շատ մեծ է եւ մենք ցավոք սրտի ունեցանք մի հատ փոքր sense ինչ որ վակուում ասվածը, այսինքն ունենք տարեց քիմիկոսներ կամ ավագ սերնդի ներկայացուցիչներ, բայց միջին սերնդի խնդիր ունենք։ Միջին սերնդի իսկապես շատ մեծ ահռելի մենք այսպես ասած կարիք ունենք այդ մասնագետների, հիմա պետք է բայց կարծես թե այդ հաղթահարվեց այս մի քանի տարի առաջվա այդ մի քանի տարի է արդեն մենք ունենք բավականին շատ թվով դիմորդներ, նույնիսկ արդեն վճարովի տեղերն են լրացվում քիմիակրթական ծրագրում, ինչը շատ ուրախացնում է մեզ, եւ արդեն այս նոր երիտասարդների հոսքով պիտի փորձենք այսպես բացը լրացնել։ Բայց այ հետարքիր է ինչպես դա հաջողվեց, որտեվ չգիտեմ, ես համաձայն եմ, որ այդ գիտակցումը, նաև պահանջարկը, որ շատ ձեռնարկություններում այսօր էլի քիմիկոսների պահանջ կա, թե հանքարդյունաբերությունում, թե բոլոր տեսակի արտադրություններում եւ այլն, բայց ինչպես մարդիկ, ասենք, հասկացան եւ որոշեցին, որ այդ դիմեն այդ մասնագիտությունը ձեռք բերելու համար։ Դեվի պահանջարկ առաջարկի խնդիրը առաջինը, հաջորդը, որ նույն Երևանի պետական համալսարանը շատ մեծ գործունեություն նաև դպրոցականների հետ, այսինքն մենք բավականին մեծ ձևով աշխատում ենք դպրոցականների հետ, նույնիսկ մարզեր շրջայցեր կան, սկսած ամենածայրահեղ, ասենք, սահմանամերձ գոտիներից եւ այլն, այնտեղ դասախոսներով են հանդես գալիս, այստեղ նաեւ այդ ինֆորմացիան տարածելու խնդիր կա։ Հետո այն փաստը, որ մեր շրջանավարտները, նույնիսկ ոչ ուսանողները, երկրորդ, երրորդ, առաջի կուրսից, ինչու՞ չէ, արդեն ներգրաված են մասնագիտական աշխատանքներում, այսինքն պահանջարկ այդ մասնագետի կա։ Եվ վերջի 5 տարիներին նաև մեր դպրոցական քիմիա դպրոցական օլիմպիադայի հանրապետական փուլը եւս իրականացվում է Երևանի պետական համալսարանի կողմից, դա էլ նպաստեց նրան, որ այդ լավագույն աշակերտները տեսնելով քիմիայի ֆակուլտետի այսօրվա հնարավորությունները, թեկուզ գիտականորեն, տեխնիկապես զարգացած լինելը, եւս, այսպես ասած, իրանք դա նպաստում է, որ իրանք ընտրեն քիմիան որպես իրենց ապագա մասնագիտություն։ Միշտ այսպես կա տարածված տեսակետ, որ քիմիան ու ֆիզիկան ամենաբարդ առարկաներն են եւ միշտ դժգոհություն կար, ես հիշում եմ բուհերից, դասախոսներից եւ այլն, որ ասենք դպրոցը միջնակարգ չի պատրաստում, ասենք բուհին արժանի, այսպես ասեմ, դիմորդներ։ Այն առումով, որ նույնիսկ ես հիշում եմ այն ժամանակ, երբ այս ավագ դպրոցները ստեղծվեցին, այն ժամանակվա նախարարն ասում էր, որ նպատակը այն է, որ ասենք այդ ծնողները այդքան գումարներ չծախսեն, ասենք պարապելու համար եւ այլն, որ ավագ դպրոցը այդ հարցը կլուծի, բայց պարզվեց, որ ավագ դպրոցը կարծես այդ հարցը չի լուծում։ Այդպես է, չէ՞, կարծես, որովհետեւ հատկապես ես նայում եմ, ասենք, երբ որ ընդունվում են բժշկական համալսարան, օրինակ, այդ քիմիան կամ ֆիզիկան պիտի, չգիտեմ, մի տարի կամ ավել պարապեն, այսպես։ Դա էլ է խնդիր, իհարկե դպրոցներում քիմիա առարկայի նկատմամբ սեր առաջի հերթին գալիս է ուսուցչից, այսինքն այդ առարկայի դասավանդման մեթոդաբանությունից եւ ինչու՞ չէ նաեւ լաբորատորիա հագեցվածությունից։ Քիմիան ինքը փորձարարական գիտություն է եւ եթե 7-րդ դասանից սկսած, երբ որ առաջի անգամ աշակերտ անցնում է քիմիա, ինքը սկսի փորձ անելուց, ես համոզում եմ ձեզ, որ երևի 90%-ը կսիրարվի քիմիային որպես գիտություն։
Խնդիրը այն է, որ ցավոք մեր շատ դպրոցներ հագեցվածություն չունեն լաբորատորիաների տեսակետից, այս մի այդպիսի ոնց որ առաջի նախաձեռնություն եղավ Տավուշի մարզի դպրոցները հագեցնել լաբորատորիաներով, դա կրթության նախարարության, այսպես ասած, շարժառիթներ, հիմա դա ուզում են տարածել եւ բոլոր դպրոցները այսպես հագեցնել, եւ նույն այդ Տավուշի մարզում ես երևի 3 տարի առաջ եղել ենք Իջևանում, եւ այնտեղ դպրոցի աշակերտները այնպիսի փորձեր մեզ համար ցուցադրեցին, որ շատ մենք sense տպավորված էինք իրենց գիտելիքներով։ Այսինքն դա առաջի քայլն է։ Այսինքն դպրոցում լաբորատոր աշխատանքների միջոցով երեխաներին սեր հաղորդել դեպի փորձարարական քիմիա առարկան։ Ինչ վերաբերվում է արդեն կրկնուսույցի այդ դպրոցին, սա էլի մեթոդաբանության խնդիր է, որովհետև եթե այդ 3 տարիներ ավագ դպրոցի կարողանան ճիշտ պատրաստել աշակերտին դեպի բուհական ընդունեցան քննություն, կարծում եմ պիտի որ կարիքը չլինի։ Հա, համաձայն եմ, ուղղակի այստեղ էլի գալիս ենք բազմաթիվ խնդիրների, նաև այդ ուսուցիչների վարձատրման խնդիրը եւ այլն, այսպես քիմիայի, հա, դա խնդիր է, իսկ այ հետաքրքիր է հիմա բուհում, երբ ընդունվում են այ բուհ, դե տալիս են պարզ է քիմիա, չէ, եւ ինչ հայերեն քիմիա կենսաբանություն կամ քիմիա եւ ֆիզիկա, կամ քիմիա եւ ֆիզիկա, ձեզ մոտ, մեզ մոտ քիմիա, որը կարծեմ եթե նայենք, որ քիմիկոս պատրաստող մաքուր, այսպես ասենք, միակ բուհն է, չէ, այսօր համալսարանը Հայաստանի Հանրապետությունում քիմիա կրթական ծրագիրը միակ, այսպես ասած, կրթական ծրագիր ապահովողը դա Երևանի Պետական Համալսարանի քիմիայի ֆակուլտետն է։ Մենք այլևս չունենք ոչ մի այլ բուհ Հանրապետություն, որը տալիս է քիմիա որակավորման կրթական ծրագիր։ Հիմա ասենք եկան բակալավրիատ, բայց քիմիան տարբեր ուղղություններ ունի։ Ու այսօր նայում ենք Հայաստանում էլ այդ տարբեր ուղղությունների պահանջարկը կա, որտեղ ասենք հա պարզ է հանքարդյունաբերությունը մի բան է, սննդարդյունաբերությունը մի այլ բան։ Երևի բակալավրիատը հասկանում եմ, ասենք պատրաստի, ասենք քիմիկոսներ, ասենք ընդհանուր ուղղվածության, բայց այ մագիստրատուրայում կան ուղղություններ, թե չկան։ Հա, այո, այսօր։ Ես ինչու եմ սա հարցնում, որտեղ միշտ այ մենք տեսնում ենք տարբեր մասնագիտությունների մասին խոսելիս, որ են մեծ սաքանակ բնակչություն ունեցող եւ հարուստ երկրներում, ուրեմն նեղ մասնագիտացումները շատ են։ Հայաստանում, ասենք, կապված բնակչության եւ այլնի հետ նեղ մասնագիտացումները այդքան շատ չեն, բայց այ քիմիայի բնագավառը ինձ թվում է պարտադրում է գոնե, չգիտեմ, 2-3 ուղղություն, հա, այսպես։ Այս պահին ֆակուլտետում գործում է 2 բակալավրի ծրագիր, քիմիա եւ սննդի անվտանգություն բակալավրի ծրագիրը, իսկ մագիստրատուրան արդեն ունեն քիմիա, սննդի անվտանգություն եւ նյութագիտություն մագիստրական ծրագիր, այսինքն արդեն 3, այսպես ասած, ավելի նեղ ուղղություններ, որով ուսանողը կարող է շարունակել իր կրթությունը, իսկ նույնիսկ բակալավրի ծրագրում մենք, այսպես ասած, 4 հիմնարար քիմիայի մասնագետ ենք պատմում, դա ֆիզիկական եւ կոլոիդների քիմիան է, անալիտիկ քիմիան է, անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, դրանք էլ են նեղ մասնագիտացումներ, բայց արդեն դա արվում է իրենց, չգիտեմ, պրակտիկաների կամ ավարտական աշխատանքի շրջանակներում, որ փորձենք թեկուզ մեր փոքր քանակի մեջ նեղ մասնագետներ եւս ունենալ։ Մենք խոսեցինք, ասենք, որ այդ միջին սերնդի խնդիր կա քիմիկոսների, դա դասավանդողների համար, դասախոսական կազմի համար այսօր խնդիր է, թե չէ։ Դե փորձում ենք եղած, այսպես ասած, հա, միջին սերնդի ուժերով եւ իհարկե ավակ սերնդի ներկայացուցիչներով լրացնել այդ բացը, նաեւ մեզ մոտ ունենք աշխատանքի ենք, այսպես ասած, հրավիրում գիտական ինստիտուտներից, հա, գիտաշխատողների, ովքեր որոշ նեղ մասնագիտական առարկաներ են դասավանդում եւ այսպես ասած, այս պահին ու նաեւ արդեն նոր երիտասարդ սերունդն է աճում եւ արդեն ունենք նոր ավարտ, ասենք, ասպիրանտներ եւ այլն, ովքեր եւս ներգրաված են դասավանդման process-ում։ Հա, այսինքն համալսարանը հնարավորություն է տալիս նաեւ մագիստրատուրայից հետո գիտությամբ զբաղվել, հա, ասպիրանտուրա եւ այլն։ Այս բոլոր այս հնարավորությունները կան։ Քիմիան ամենաշատ եւի պահանջված, այսպես գիտական ուղղություններից մեկն է, որովհետեւ այս պահին մենք ունենք 3 գիտական ինստիտուտներ ակադեմիայի շրջանակում, նաեւ ֆակուլտետում ունենք քիմիա հետազոտական կենտրոն, որտեղ ունենք գիտաշխատողներ, այսպես ասած, որ որոշները համատեղում են դասավանդման հետ, որոշները մաքուր գիտաշխատողներ են եւ մեր ուսանողները նաեւ իրենց, այսպես ասած, դասավանդման ընթացքում ուսանողական տարիներից սկսած աշխատում են լաբորատորիաներում, այսինքն գիտնականների հետ զուգահեռ սկսում են աշխատել։ Հա, դա կարևոր է, որտեղ այսպես որ նայում ենք աշխարհի բոլոր այդ համալսարանները անվանի
նաև գիտական կենտրոններ են, հա, եւ այնտեղ լուրջ գիտական հայտնագործություններ են լինում եւ այլն։ Եվ լավ կլիներ, որ մեր համալսարանն էլ ունենար, չգիտեմ, Հիմա այդ հետազոտական բաղադրիչ կա արդեն ներմուծված է մեր ծրագրերում, հա, դա պարտադիր կետ է, որ ցանկացած առարկայի շրջանակում ուսանողը պետք է կատարի հետազոտություն։ Դա արդեն գիտության, այսպես առաջին քայլերն են ուսանողի։ Եվ նույնիսկ ուսանողներ ունեն, որոնք 4 տարիների ընթացքում ունեն համահեղինակ են բարձր վարկանիշով ամսագրերի հոդվածների, գիտական աշխատանքների։ Տիկին Գաբրիելյան, հետաքրքիր է, այ խոսեցինք դպրոցներից, որ այս լաբորատորիաները խնդիր են եւ այս հագեցվածության խնդիր կա։ Իսկ այ համալսարանում ինչ վիճակն է, ըստ համալսարանի կարգի, որ երևի պիտի շատ լավ հագեցված լաբորատորիա ունենա, ունի թե չունի, ունի այդ սարքավորումները թե չունի, այ ինչ վիճակի է։ Եթե ասենց համատական տանենք տարիների, հա, այսպես ընթացքով, ապա վերջին 5-4 տարիների ընթացքում մենք շատ է հագեցել քիմիայի ֆակուլտետ լաբորատորիաներ այդ տարբեր սարքավորումներով, շնորհիվ Մասնակցության եւ գիտության կոմիտեի տարբեր դրամաշնորհի սարքավորումներ, այսպես դրամաշնորհի, ինչպես նաեւ համասանի հենց միջոցների հաշվին եւ ունենք երևի կարող եմ բարձանքով ասել լաբորատորիաներ, որոնք չեն զիջում հայտնի բուհերի, չգիտեմ, այո, լաբորատորիաների։ Եվ մենք ունեցել ենք նաև օրինակ Erasmus ծրագրով փոխանակում ոչ միայն Հայաստանից, որ մեր ուսանողը մեկնում է արտերկիր, այլև այնտեղից ուսանողներ, Իսպանիայից ենք ունեցել ուսանողներ, Պորտուգալիայից եւ այլ, որոնք զարմացել են մեր հագեցվածությունից։ Ու դա շարունակական բնույթ է կրում, մենք դեռևս շարունակում ենք այդ համալրումը, այսպես ասած։ Այդ կապերը կան, շարունակվում են։ Այո, այդ կապերը շարունակվում են եւ այսօր այդ բոլոր սարքավորումները նաեւ հասանելի են հենց ուսանողներին։ Մենք օգտագործում ենք իհարկե դա նաեւ գիտական մեր, ասենք, աշխատանքների համար, բայց նաեւ ուսանողների դասերի ժամանակ իրանք կարողանում են այդ սարքերից եւս օգտագործել։ Հա, որտեվ դա շատ ոգևորիչ է, էլի։ Այսպես որ նայում ենք այդ պրակտիկան կարևոր է, միշտ ասում եմ, որ ասենք մեր հետ խորհրդային համակարգի թույլ կողմը այդպես էին ասում, որ պրակտիկանի բացակայությունն էր, ասենք ավելի շատ տեսական գիտելիքներ էին տալիս բուհերը, պրակտիկան կաղում էր։ Հիմա այդ լաբորատորիաները այս առումով լուրջ դեր են խաղում նաև պրակտիկ ինչ-որ գործողությունների համար։ Այդ ճիշտ նշեցիք, որտեղ իսկապես մեր, ասենք, Սովետ միության տարին տեսական բարձրամարժինը կրթության շատ ավելի մեծ էր, քան փորձարարականը։ Հիմա օրինակ մեր կրթական ծրագրերը այնպես ենք սահմանել կամ ներկայացնում, որ մեր յուրաքանչյուր դասընթացի համար ունենք 1 ժամ դասախոսություն, 2 ժամ համապատասխան լաբորատոր աշխատանք։ Այսինքն 1-ին 2 է։ Այդ 1 ժամ պետք է լսարանում, չեմ դասախոսին լսեն, 2 ժամ իրանք պետք է այդ նույն առարկայից փորձ անեն։ Դա մեծ պրակտիկա է ուսանողի համար։ Ես միշտ հարցնում եմ սերային կազմը, որտեղ նայում ենք շատ մասնագիտություններ դառնում են կանացի, այսպես ասեմ, որ աղջիկներն են ավելի շատ գնում եւ շատ քիչ տղաներ են։ Ու հիմա այս քիմիայի վիճակն ինչպիսին է, էլի աղջիկներն են շատ ու տղաները քիչ։ Ժամանակ կար, որ աղջիկները գերակշռում էին, այս 3 տարի արդեն, հա, որ քիմիա կրթական ծրագիրը մտել է նաև այդ տարկետման իրավունք ունեցող այսպես ծրագրերի մեջ, ինչը իհարկե վերել է արական սեռի ներկայացնին ավելի շատ դեպի քիմիա, եւ այս պահին եւ տղաների քանակը կուրսեր կան, որ ավելի շատ են, քան աղջիկներինը։ Հա, այդպես, հա։ Դա լավ է, ուրեմն դա վկայում է այն մասին, որ գրավիչ աշխատատեղեր կան, որովհետև եթե ասենք միշտ տղաները ավելի այսպես մտածում են լավ վարձատրվող աշխատանքի մասին, եթե աղջիկները ասենք երբեմն տուրք են տալիս նախասիրությանը, չէ, այսպես ասենք տղաները սկզբից մտածում են ինչ աշխատանք լինի, որ լավ վաստակեն ու են հին սովորությամբ եւ այսօր էլ չկորցրած այդ արժեքը ընտանիք պահեն եւ այլն։ Այս առումով ուրեմն դա վկայում է այն մասին, որ այս մասնագիտությունը պահանջված է եւ կան դա վարձատրվող աշխատատեղեր, չէ, այսպես կան տարբեր դա եւ նախարարությունում տարբեր, սկսած բնապահպանության նախարարություն, կրթության նախարարություն, չգիտեմ, էկոնոմիկայի, գյուղատնտեսություն, եթե արդեն նշեցի, սննդի ոլորտներ, ինչպես նաեւ գիտական ինստիտուտներում, նաեւ այսօր գիտնականներին է տրվել բավականին մեծ ֆինանսական աջակցություն եւ երիտասարդները ներգրաված են տարբեր դրամաշնորհային ծրագրերում։ Այսինքն, եթե դու լավ մասնագետ ես, հաստատ աշխատանք կունենաս ու լավ վարձատրվող աշխատանք
կարող ես ունենալ Հայաստանում եւս։ Տիկին Գաբրիելյան, այ հիմա շատ են խոսում այս արհեստական բանականության մասին, այդ զարգացումների եւ այլն, որը, ասենք, շատ տեղերում շատ մասնագիտությունների գծով մեծ փոփոխություններ է կատարում, ասենք, կան, որ օրինակ IT ոլորտի են միջին որակավորում ունեցող աշխատողներին է փոխարինում Միացյալ Նահանգներում արդեն եւ այլն, ու ասենք բժշկության մեջ է մեծ դեր խաղում, հատկապես ասենք դիագնոստիկայի եւ այլ այս ոլորտներում, այ քիմիային դա կարող է օգնել, թե խանգարել։ Քիմիային դա կարող է օգնել, եթե այսպես ճիշտ այդ գործիքակազմը օգտագործենք, օրինակ այսօր շատ այսպես պոպուլյար է, ընդհանրենք նույն քիմիկոս դեղագետ, հա, այս համագործակցությունը drug design, հա, նոր դեղերի, այսպես սինթեզի հատկությունների կանխատեսման գործում եւ այդտեղ մեխանիկական ուսուցմամբ, այսինքն դու կարող ենք ոնց որ դիտարկել բազմաթիվ, ասենք արկա ինչ-որ նյութեր, մոլեկուլներ եւ այլն եւ գտնել դրանցից լավագույն, այսինքն դա արդեն անում է արհեստական բանականություն, այդ իմաստով դա միայն օգտակար գործիք է քիմիկոսի, ասենք, ձեռքին, այսինքն արկա եղածը կամ կանխատեսել ինչ հատկությամբ պետք է նոր նյութ սինթեզե, ասենք օրգանիկ սինթեզողը, որ մի հատ փորձ անի լաբորատորիայում, ոչ թե 100 հատ, հա, այդ 100,000-ները դա մարդ անում է ուղղակի համակարգչի մոտ նստած, այդ առումով դա միայն դրական է։ Հիմա, հա, իհարկե, դե արհեստական բանականությունը աշխատում է այն մարդկության, չգիտեմ, այս պատմության դարավոր հազարամյակների կուտակած այդ գիտելիքների համակարգմամբ, հա, բայց իհարկե եթե նոր բանը նա չգիտի, չի կարող ստեղծել առանց մարդու։ Չէ, կառավարողը պիտի մարդը լինի։ Ես միշտ սամոն ասում, ինչքան էլ դուք օգտվում եք այսօրվա տեխնոլոգիաների, հա, տրված, այսպես ասած, հնարավորությունից վերջի արբիտրը, այսպես դատավորը դա պիտի լինի մարդը եւ մենք ենք դեռևս փորձելու կառավարել, ասենք, տեխնոլոգիայի տրված արդյունքը։ Դրա վտանգը ուսանողների համար այն է, որ հաճախ նրանք ծուլանում են, ես ասում են արհեստական բանականությանը խնդրում են, նա իրենց փոխարեն գրում է իրենց աշխատությունները, երբեմն ալարում են նույնիսկ, ասենք, նայեն ուղեն ինչ-որ բաներ փոխեն, ու այդպես ներկայացնում են, ասենք, այստեղ այդ վտանգը չկա, ձեզ համասարանում։ Բնականաբար այդ միշտ էլ կա, ու այստեղ այդ եւ ոսկե միջինը գտնել, հա, որովհետեւ նույնիսկ չգիտեմ 20 տարի առաջ որ ինտերնետը համացանց, հա, տարածվեց, էլի մարդիկ ոնց որ միշտ ցանկացած նոր արարություն դա ինչ որ դիմադրություն է առաջացնում, հա, այսպես ասած հասարակության կողմից, ուղղակի պետք է հասկանալ դրա դրական կողմերի օգտագործման տեսակետից այդ տեխնոլոգիաները, այսինքն այդքանով պիտի մարդը պատրաստ լինի այդ գործիքը օգտագործելու եւ ոչ թե ուղղակի, ասենք, չգիտեմ, տալ եւ այդ խնդիրը լուծում է արհեստական բանականության, ասենք, ինչ-որ մի կոդը եւ դու ասես ես եմ դա լուծել, դու չես լուծել։ Այդ սահմանը պիտի լինի էլի օգտագործման։ Հիմա ձեզ չեն խափում ուսանողները այդ։ Փորձում են, բայց շատ դեպքերում, ասենք, կան գործիքակազմեր, որ մենք թույլ չենք, չի թույլատրվում էլի դա օգտագործել։ Հա, որտեվ դա կարևոր է, որ հա հետո այնպես չլինի, որ այդ ուսանողները դառնան դրա գերին միայն, հա, ու ինքնուրույնությունը կորցնեն, հատկապես գիտության ոլորտում դա կարևոր է։ Քննադատական մտածողությունը պիտի արկա լինի մարդու մոտ ցանկացած գործ անելուց։ Այսինքն դա դեռևս մարդուն բնորոշելի հատկություն պիտի լինի, ու դու չվստահես ցանկացած թեկուզ նորարարական ամեն ուժեղ գործիքին։ Դե այսպես նայենք, որ այս վերջի տարիները կարծես հուսադրող են, որ գալիս են, ասենք, ուզում են դառնալ քիմիկոս, ես ուրախ եմ, որ նաև, ասենք, միայն աղջիկներ չեն, այսպես տղաներ են, ու երևի այդ բացը, որ առաջացավ վերջի տարիներին, այսպես հուսանք, որ կլերանա, ինչ որ առումով, բայց այն ինձ հետաքրքիր է, որ չգիտեմ, բայց մանկավարժական համալսարանում էլ քիմիայի ուսուցիչներ չեն պատրաստում, չէ, պատրաստում են, իրենք այս տարի ունեն քիմիա կենսաբանություն, այսպես ասած, կրթական ծրագիր, որը եւ հնարավորություն է տալիս նաեւ երկու մասնագիտություններով ուսուցիչ պատրաստել, բայց մենք եւս համալսարանը այսօր թույլատրում է լրացուցիչ 30 կրեդիտ հավաքել ուսանողներին եւ ստանալ մանկավարժի որակավորում։ Այնպես որ մեր ուսանողները եւս ստանալով այդ որակավորումը կարող են դասավանդել դպրոցներում։ Որտեվ դպրոցներում այդ հատկապես շրջաններում այդ խնդիրը կա։ Այսօր պատկերացեք մենք էլ ստանում ենք շատ արձագանքներ, որ ուսուցչի
թափուր տեղեր կան, հատկապես անամերձ շրջաններում ու այդ հարցը իսկապես խնդիր է այսօր։ Այդ մանկավարժներով համալրելը։ Իսկ այ հետաքրքիր է միշտ խոսում էին, ասենք, վտանգի մասին, որ, չգիտեմ, երբ որ այդ գործարանները կար, Նաիրիտը եւ այլն, թունավորման եւ այլն։ Այսօր, չգիտեմ, այդ վտանգները չկան այս նոր ձեռնարկություններում, հանքարդյունաբերությունում եւ այլն, եւ ասենք քիմիան այդտեղ խնդիր ունի, թե չէ։ Չէ, ցանկացած բնականաբար քիմիական արտադրություն իր հետ նաև ունի, այսպես ասած, էկոլոգիական խնդիրներ, հա, եւ այդտեղ էլ արդեն քիմիկոս բնապահպանի գործառույթը պիտի լինի, որովհետեւ ամբողջ աշխարհում դա աղուց ընդունված, այսպես ասած, տենդենս է, որ նաև երբ որ դու ունես արտադրություն, նաև դու, այսպես ասած, հոգ ես տանում այդ արտադրական թափոնների, հա, վերամշակման կամ նվազեցման վրա ուղղված խնդիրների։ Հարցը չեմ տալիս, որտեղ այս վերջի տարիներին, ասենք, կապված օրինակ ամուսարի հետ շատ է այդ մասին խոսվում, ասենք այդ անվտանգության։ Արդեն մենք ունենք, ասենք, պոչամբարների հետ կապված եւ այլն, այդտեղ պետք է համապատասխան ֆիլտրների արկայությունը լինի, որ նվազեցվի հնարավորից, ասենք, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Դա եւս բնապահպանների խնդիրն է, դա քիմիկոսների գործն, ինչպես անել, որ վերջնարդյունքը, ասենք, լինի բնապահպանորեն ավելի, այսպես ասած, մինիմալ վնաս Հիմա ինձ այդ մեկ անհանգստացնում է, որ մենք արդյոք ունենք այդ բոլոր մասնագետները, ասենք այն կրկնում եմ, այն խորհրդային ժամանակ, երբ զարգացած էր, կարծես ունեինք, հետո այդ դադարեց, բայց այսօր ասենք այդ խնդիրները շատ են ու չգիտեմ, այդ ինստիտուտները ձեզ որպես ասենք ոլորտի մասնագետ եմ հարցնում, այ դուք ասում եք 3 ինստիտուտ կա, չէ՞։ Մենք ունենք, ասենք, այդ բոլոր ուղղությունները, չգիտեմ, այ էկոլոգ, քիմիկոս, այնտեղ տարբեր չէ կան։ Մենք ունենք քիմիական, ֆիզիկայի ունենք թե չունենք այդ ամենը։ Դե մասնագետներ կան, այսօր որ կան բազմաթիվ դրամաշնորհեր, որ գիտական գիտության պետության կոմիտեի կողմից, նաև կան դրամաշնորհեր, որտեղ ներգրաված են արտերկրի գիտնականներ։ Իսկ մենք չգիտեմ ցավոք թե ուրախությամբ ունենք շատ բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր այսօր աշխարհի գրեթե բոլոր ծայրերում Հայաստանում չեն, այդ միջին սերնդի մասն է խոսքը, բայց դրանցից այ կապեր կան, այո, այսօր աջակցում են հենց մեր գիտության, այսպես ասած, զարգացմանը, շնորհակալ ենք այդ բոլոր անձանց, ովքեր դեռևս այդ կապը պահում են եւ այդ գիտնականների շնորհիվ նաեւ որոշ խնդիրներ են լուծվում, որոնք, ասենք, մենք մասնագետը չունենք, ապա իրենց ղեկավարությամբ թեկուզ նոր սերնդին իրենք փոխանցում են իրենց գիտելիքները, որոնք ստացել են արտերկրում։ Իսկ այ որ վերադառնանք այ պրակտիկային, այ ուսանողները չգիտեմ, ասենք փորձ կա, որ գնան, ասենք, այդ ինստիտուտներում աշխատեն կամ ինչ որ ձեռնարկություններում աշխատեն, թե չկա։ Հա, մենք ունենք պրակտիկա եւ այդ պրակտիկայի շրջանակներում ուսանողները ընտրում են իրենց, այսպես ասած, որ դա ձեռնարկություն կլինի, դա կլինի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ցանկանա այդ պրակտիկան իրականացնել ու շատերը այդ պրակտիկայից հետո մնում են այնտեղ աշխատանքի։ Այդ կարևոր է։ Այսօր գրեթե իսկապես բոլոր շատ ձեռնարկներ բաց են ուսանողներին ընդունելու համար, որովհետև բոլորը իսկապես կարիք ունեն այդ մասնագետների։ Դե կարծեմ քիմիան այն մասնագիտությունն է քիմիկոսի, որ դժվար մագիստրատուրա գա բանասերը կամ չգիտեմ մաթեմատիկոս եւ այլն, հա, երևի պիտի գա հիմնականում հարակից ֆիզիկոս եւ ունենք ֆիզիկայից, ֆիզիկոս ենք ունեցել, որ գալիս է կենսաբան, կենսաքիմիա, ունեցել ենք ճարտարագիտական համալսարանից ուսանող, որտեղ քիմիական տեխնոլոգիայից, հա, այնտեղից մանկավարժականից ենք ունեցել ուսանող, ովքեր ուզեցին մագիստրատուրա շարունակեն, դրանք հիմնական հարակիցներ են, որտեղ բնական պիտի հիմքը բակալավր լինի բնագիտության գծով ավարտած ուսանող, էլի։ Իսկ այդ հարակիցները միանգամից են ընդունվում, թե ինչ որ քննություն են։ Այդ ունենք քննություն ընդունելության, որով պետք է իրենք ընդունում են մեզ մոտ։ Հիմա հետաքրքիր է թե Լիանա Գաբրիելյանը ինչու ընտրեց քիմիան։ Ես միշտ սովորաբար հարցնում եմ, ինչը դա ուսուցիչն էր պատճառը թե երևի մի քանի, այսպես ասած, ֆակտորներ, ես երևի այն հաջողակներից եմ այն առումով, որ մեր դպրոցը հագեցած ուներ քիմիական լաբորատորիա եւ մենք դպրոցում դեռևս արդեն սովետը չկար իհարկե օրտային տանը չկար, բայց դեռևս լաբորատորիա կար, որտեղ փորձանում ենք եւ միշտ ինչ որ մի նոր բանի բացահայտումը դա ինձ միշտ գրավել է։ Իսկ դա քիմիան է, որտեղ միշտ կա ինչ որ մի նոր բան, այսինքն անդադար ինչ որ մի բան ստեղծագործելու տեղ կա այնտեղ էլի։
անվերջ է, շարժիչ ուժ է։ Հա, քիմիան ու ֆիզիկան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Դե Լիանա Գաբրիելյանն իմ զրուցակիցը, քիմիական գիտությունների թեկնածու, քիմիա բակալավրի կրթական ծրագրի ղեկավար պետական մեր համալսարանում, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն